նախորդ նիստին մենք ես ներկայացնում էի դիրքորոշում կախված սյուն գործող քրեական վարույթով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու դեմ, այսպես ասած, մեղադրանքը փոխվելու դեմ, երկու հիմնական արգումենտ է հասցրել ներկայացնել նախորդ նիստում, բացի ընդհանրական նկարագրությունից փաստերի շարադրանքից, մեկը վերաբերում է նրան, որ այս փուլում նման միջնորդություն ընդհանրապես չի կարող հարուցվել եւ նմանաբովանդակ, ասենք տեսականորեն մեղադրանքի փոփոխելու միջնորդություն կարող է հարուցվել դատաքննության փուլում եւ երկրորդ արգումենտը, որը հասցրեցի քննարկել, հենց աշխատանքային ժամից մի քիչ ավել մնացինք, բայց որ քննարկեցինք, հետեւյալն էր, որ միջնորդությունը ենթակա է մերժան նոր քննության ծավալի մեջ ընդգրկված չլինելու եւ Վճռաբեկ դատարանի Արմեն Ջիվանի Բաբայանի եւ Սուրան Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ 11 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման մեջ ձևավորման դիրքորոշումներին հակասելու հիմնավորմամբ դա այն էր, որ բացառվում է մեղադրանքը փոխել, եթե նոր քննության ուղարկվել, չի կարելի ուղարկել նոր քննության, որպեսզի մեղադրում կարողանա մեղադրանքը փոխել։ Հենց ասենք։ Եվ ես ներկայացրեցի Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, այն որ Վճռաբեկ դատարանը ըստ էության արդարացման հիմքը փոխելու համար էր ուղարկել, որպեսզի նախագահ դատավորը կրկին արդարացման դատավճիռ կայացնի, տեղում անմիջապես այդ հիմքով նախագահողն նկատեց, որ դա կարող է վտանգավոր լինել այն իմաստով, բայց մենք դիրքորոշումը շարունակենք։ Հիմա երրորդ կետը վերաբերվում է հետևյալին, գործընկերը շնորհավորություն ներկայացրեց։ Այդ առողջությունը ինքը գրավոր դիրքորոշումը կներկայացնի, բայց հետևյալն է, հարուցված քրեական գործի բացակայության պայմաններում որևէ մեղադրանքի ներկայացման թույլատրելիության մասին իրավական վերլուծություն։ Այսինքն ընդհանրապես դատարանում չի կարող վարույթ լինել, եթե չկա քրեական գործ։ Մեղադրանքի քրեական գործ, սա շատ կարևոր է, ուզում եմ ուշադրություն հրավիրել։ 98 թվականին քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով։ Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն քրեական հետապնդում ասելով հասկացվում է այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսյուն օրենքով նախատեսված դեպքերում տուժողը, նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքում չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառելը։ Արգելդատարն այստեղ շատ կարևոր է բացահայտել քրեական օրենսգրքով թույլատրված արարքը կատարած անձին ձևակերպումը։ Շարունակենք։ Վերողել նորմի վերլուծությունից հետևում է, որ օրինական կարգով եւ պատշաճ հարուցված քրեական գործի առկայությունը հանդիսանում է անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, այդ թվում նրան մեղադրանք ներկայացնելու առաջնային եւ պարտադիր պայմաններից մեկը։ Եթե քրեական գործ հարուցված չէ կամ հարուցված է ապօրինի, ապա որպես հետևանք այն հանգեցնում է նաև դրանից հետո իրականացված քրեական հետապնդման օրինական լինելու եւ դեռ բերված ապացույցների անթույլատրելիության։ 98 թվականի քրեական դատավարության օրենսգրքի համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանում օրենսդիրը հստակ կանոնակարգել է քրեական գործ հարուցելու օրինականության ապահովման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մասնավորապես այն, թե որոնք քրեական գործ հարուցելու առիթները եւ հիմքերը, որոնք են դրանք, ինչ կարգով եւ ժամկետներով կարող է իրականացվել առիթներում պարունակվող տվյալների ստուգումը, այն ժամանակ, երբ որ դեռևս ստուգում էր իրականացվում, ինչ դատավարական եւ ստուգողական գործողություններ կարող են կատարվել, ովքեր են լիազորված քննարկելու եւ լուծելու քրեական գործ հարուցելու հարցը, ինչպես նաեւ քրեական գործ հարուցելու որոշման ներկայացվող պահանջները եւ այլ հարցեր։ Մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործության կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար։ Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննություն իրականացնել ամբողջ ծավալով։ Հակառակ դեպքում պարտադիր է նոր քրեական գործ հարուցելը։
Ինչպես երևում է վերոգրյալ նորմի վերլուծությունից, օրենսդիրը հստակ սահմանում է, որ որպես կանոն իրավասու սուբյեկտները պարտավոր են քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում։ Իսկ գործը քննելու ժամանակ հենց որ մի հատ նոր հանցագործության հիմք ենք տեսնում, ենթադրում ենք նոր գործ պետք է հարուցվի, որից բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ արդեն իսկ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվում է նույն անձի կողմից այլ ենթադրյալ հանցագործության դեպքեր, սակայն պայմանով, որ արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննություն իրականացնել ամբողջ ծավալով, ոչ թե մասնակի, ոչ թե ամբողջ ծավալով պետք է հնարավոր լինի։ Այլ կերպ ասած, քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածում սահմանված կանոնն այն է, որ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքի առթիվ պետք է հարուցվի առանձին քրեական գործ, իսկ բացառությունն այն է, եթե հարուցված քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերել են այնպիսի նոր հանգամանքներ, հանցագործության դեպք, որը կատարել է նույն անձը, ում կատարած հանցանքի մասով իրականացվում է քննություն, արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է իրականացնել ամբողջ ծավալով։ Ի թիվս վերոգրյալի քրեական դատավարության օրենսգրքում նաև կանոնակարգված է քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու ինստիտուտը, մասնավորապես 184-րդ հոդվածում սահմանված է, որ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, եթե մեղադրյալին վերաբերող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ առանց մեղադրյալի մասնակցության։ Չանդրադառնալով քրեական գործ հարուցելու առիթների, հիմքերի եւ քրեական գործ հարուցելու հետ կապված այլ հարցերի պետք է նկատել, որ օրենսդիրը հստակ թվարկել է քրեական գործ հարուցելու առիթները 175 հոդվածում, հաղորդման քննարկման կարգը, ժամկետները 180-րդ հոդվածում, քննարկման արդյունքում կայացվող որոշումների տեսակները 181-րդ հոդվածում, ինչպես նաև քրեական գործ հարուցելու որոշմանը ներկայացվող պահանջները։ Հաշվի առնելով, որ սույն դեպքում մեր վիճակման առարկան քրեական գործ հարուցելու որոշման օրինականությունն է, ուստի մանրամասն կանդրադառնանք այն հարցերին, որոնք վերաբերվում են հենց քրեական գործ հարուցելու մասին որոշմանը։ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթի եւ հիմքի առկայության դեպքում դատախազը քննիչ հետաքննության մարմինը որոշում է կայացնում գործ հարուցելու մասին։ Եվ այստեղ հիմա կարևորն է երկրորդ մասը։ Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը։ Շարունակությունն է, այսինքն գործ հարուցելու որոշման մեջ պետք է լինի բացի առիթից հիմքից քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է քրեական գործը։ Քրեական դատավարության օրենսգրքի 27, 28, 181, 182, 184-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ քրեական գործը հարուցվում է դեպքի առթիվ եւ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով։ Եվ դրանով իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ ընդգծվում է քրեական գործով նախաքննության սահմանները ըստ փաստերի իրեմ եւ հանցակազմի քրեաիրավական որակում։ Այսինքն սրա մասին են քննարկում եւ սա համապատասխանում է այս հոդվածին։ Այս հայեցակարգային մոդելը մշակվել է նրա համար, որպեսզի վարույթն իրականացնող մարմինների գործունեությունը դնի իր իսկ կողմից կայացված քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ ընդգծված սահմանների մեջ, այսինքն նախաքննություն իրականացնող մարմնի ողջ գործունեությունը կապվում է բացառապես քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ նշված փաստերի ենթադրյալ հանցանքի դեպքի եւ դրանց տրված քրեաիրավական գնահատականի հետ, ինչը նշանակում է, որ նախաքննության մարմինն իրավասու է քննություն իրականացնել բացառապես այս շրջանակներում։ Այդ սահմաններից դուրս գալու հնարավորություն օրենքը նախատեսում է, սակայն հատուկ կանոններ սահմանելով։ Օրինակ, երբ գործի հետագա քննության արդյունքում ի հայտ է գալիս նույն անձի կողմից կատարված այլ հանցագործության դեպք, նոր պետք է հայտնաբերենք, ոչ թե վերավորակենք, ոչ թե ուրիշ բան անենք, այլ պետք է նոր դեպքի հայտ գա։ Այն կարող է հարուցվել քրեական գործ կամ կարող է չհարուցվել, եթե հնարավոր է իրականացնել քննություն արդեն իսկ հարուցված քրեական գործով։ Իսկ եթե այլ անձի կողմից կատարված հանցագործության դեպք է ի հայտ գալիս, ապա գործը պետք է պարտադիր հարուցել եւ առանձնացնել առանձին վարույթ, առանձնացնել ինչ-որ մի պահի, երբ որ արդեն արկա է դրա հիմքերը։ Իսկ եթե սկզբնական հարուցված քրեական գործի քննության արդյունքում ճշգրտվում, լրացվում են քննության առարկա գործի փաստերը,
որը հանգեցնում է նրա արարքի, նաև արարքի քրեական որակման փոփոխության, լրացման եւ այլն, ապա նոր քրեական գործառույթելու անհրաժեշտություն կարող է չառաջանալ, քանի որ արդեն իսկ կառուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է արարքի վերավորակում անել մեղադրանքի փոփոխության ինստիտուտի միջոցով։ Այլ կերպ ասած, եթե գործի քննության սահմանները գործի փաստական հանգամանքների տեսանկյունից անխախտ է, այն ստատիկ է եւ կարող է ընդարձակվել բացառապես նոր փաստերի արդիվ նոր քրեական գործառույթելով, բացառությամբ 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության, ապա սույն բացառիկ դեպքերում կարող է կիրառվել, ապա արարքի քրեական որակումը համեմատաբար դինամիկ է։ Այն կարող է փոփոխվել եւ լրացվել կապված նախաքննության արդյունքներից մեղադրանքը փոփոխելու եւ լրացնելու ինստիտուտի միջոցով։ Հակառակ մոտեցման դեպքում արժեզրկվում է 182-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն իմպերատիվ պահանջը, որ քրեական գործառույթելու մասին որոշման մեջ պետք է նշվեն քրեական գործառույթելու հիմքը եւ քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը։ Այսինքն չի կարող լինել քրեական գործ, որտեղ չլինի հոդված գործող քրեական օրենսգրքի, որի շրջանակներում քննությունը իրականացվում է։ Եթե մենք ՍԴ-ի որոշման, վճռավի դատարանի որոշման միսի ներքո պետք է քննարկում, որտեղ բարոյի հանրային մասնակիցը այդ մեղադրանքի որոշումները, որ բերել է դատարան, ինքը ընդունել վճռավի դատարանի, համադրական դատարանի որոշումները։ Հիմա մենք արգել դատարան, եթե դասախոս եք, տեսական այսպես եթե մեղադրանքը բերել հանուր քրեադատավարական ինստիտուտ եք ներկայացնում, բայց մենք Եթե մեղադրողը բերել գողության հանցակալում, ասել գողության մեջ է մեղադրում, որոշ։ Հիմա մենք ասելու ենք ՍԴ-ի շրջանակներում քննարկենք, ես հիմա եթե կամ բերել մեղադրանք, որը չէր համապատասխանում օրենքի պահանջներին, դրան էլ եմ անդրադառնալ։ Բերել եմ մեղադրանք, այս մասը քննենք հիմա։ Կարող եք ասել, որ ՍԴ-ը սխալ որոշում է, վճռավի սխալ, կամ այդ հանցակարգը չունենք, անում եք դեռ մի քիչ։ Չէ, արգել դատարան, համանդրական դատարանն է։ Ամենևին չեմ ցանկանում Ես հիմա շարունակեմ, բայց փորձեմ եւ ընդհատել ձեր ամբողջությամբ։ Շարունակեմ, բայց փորձեմ բարձրաբանել, որ հստակ է։ Դուրս չեկանք, էլի այդ սահմանից, այս համաշխարհական դատավարությունը կարող ենք քննարկել։ Հիմա այս դուրս չլինի։ Հիմա շարունակեմ, կարճ ուղղակի անդրադարձ կատարեմ գաղափարին, հետո ուրեմն այս համանդրական դատարան եւ վճռապետ դատարանը չեն կանխորոշվել ինչ գործողություն պետք է անի մեղադրողը։ Չեն ասել, որ այս թուղթը կվերցնես, կտանես դատարան, այս թուղթը կտաս դատարանում, դատարան ջան, այս թուղթը կվերցնես, կկիրառես, դրանից հետո գործը կշարունակվի։ Տվել են որոշակի մեկնաբանություններ, որի ես մեկնաբանեցի ինչ պիտի տեղի ունեցած լիներ։ Դա ենթադրում է, որ մեղադրողը ոչ մի բան չպիտի անել, դատավորն էլ պետք է միանգամից կայացներ արդարացման դատավճիռ այդ հիմքով։ Դուք չեք արել դա։ Հիմա չեմ ասում ճիշտ ասում, ինձ դիտորոշումն եմ ասում մեկնաբանության։ Հիմա ասում եմ լավ, մեղադրողը ինչ արել, մեղադրողը բերել է նոր մեղադրանք։ Ասում եմ որոշում եմ ընդունել, մեղադրանքը փոփոխել եմ, նախագահում դատավորն էլ ասել է, որ մենք սա քննարկում ենք, ինչ որ որոշում կայացվել, որպես միջնորդություն ենք դիտարկում։ Ասում եմ շատ լավ։ Հիմա ասում եմ այն մեղադրանք, որ դրված է սեղանին, որը հիմա քննարկում ենք, որի վերաբերյալ նախագահը դատավորը որոշում պիտի կայացնի։ Բացի նրանից, որ ինքը պետք է համապատասխանի ընդհանուր առմամբ վճռապետի եւ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին եւ այսպիսի ներքո պետք է դիտարկենք, բացի դրանից ինքը պետք է ընդհանուր առմամբ լինի օրինական։ Ինի կարծում եմ համապատասխանի օրենքի պահանջներին։ Հիմա այս արգումենտի շարադրանքը որ ավարտեմ, վերջում պարզ կլինի ինչի է ասա կապված, բայց Ես օրինակ հաճույքով եմ լսում ոչ թե համապետարան։ Եթե նախաքննության մարմին իրավունք ունենա դուրս գալու, շեղվելու, քրեական գործառույթելու որոշման մեջ նշված քրեական գործառույթելու համակարգ ծառայած փաստերի, դրանց տրված քրեական որակման շրջանակներից, ապա կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, որ որևէ գործի շրջանակներում իրականացվի քննություն, այն գործի հետ առնչություն չունեցող որևէ այլ հանցագործության դեպքում, այդ դեպքով առանձին քրեական գործառույթելու հարցի լուծումը շրջանցելու, գործնական ավելորդ բարդություններից եւ խնդիրներից խուսափելու կամ հնարավոր սխալներից ապահովագրելու համար տեխնիկապես մի հատ ավել որոշում չկայացնելու, որը ինքնին առանցին ստուգման ենթակա կարող է լինել։ Մինչդեռ նախաքննության սահմանների ինստիտուտը հենց նրա համար է, որպեսզի իրավասու մարմինների գործողությունները
սահմանափակվեն կոնկրետ բարույթի փաստերի շրջանակներում քննություն իրականացնելով, իսկ դրանից դուրս կատարված բոլոր գործողությունները համարվեն ոչ իրավաչափ համապատասխան հետևանքներով։ Նման կանոնակարգումներ տալով օրենսդրի նպատակն է եղել ընդգծել նախաքննության մարմինների գործունեության շրջանակները, որպեսզի դրանք քրեական գործով քննության չիրականացնեն այնպիսի փաստերի եւ դրանց տրված քրեաիրավական որակման շրջանակներում, որոնք ներառված չեն քրեական գործ հարուցելու որոշման մեջ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է հանցագործության նոր դեպք հայտնաբերելու դեպքում գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու եւ միացնելու կամ առանձնացնելու ինստիտուտները, որոնց լինելով նախաքննության սահմանները տեխնիկական տեսանկյունից ընդարձակելու կամ նեղացնելու կառուցակարգեր, լուծում են գործնականում առաջացող այն խնդիրները, երբ նախաքննության մարմինը որոշակի փաստերի արդիվ հարուցված քրեական գործի քննության արդյունքում հայտնաբերում է նոր հանցագործության դեպք կամ հատկանիշներ, ապա հնարավորություն ունենա քննություն իրականացնել նաև այս փաստերի արդիվ։ Այսպիսով, ողջ վերոգրյալի հիման վրա կարող ենք եզրահանգել, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը լուծում է մի շարք հիմնարար եւ նշանակություն ունեցող գործնական խնդիրներ, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական իրավասու մարմնի կամայականությունները սահմանափակելու տեսանկյունից, հետեւաբար քրեական գործ հարուցելու մասին օրինական որոշում կայացնել ունի հիմնարար նշանակություն։ Այլ կերպ ասած, բացառապես օրինական քրեական գործ հարուցելու մասին որոշման առկայության դեպքում է, որ օրինական է դառնում նաև ողջ քրեադատավարական գործողություն, որի իրականացում է քրեական հետապնդման մարմինները, ինչպես գրված է քրդատում, նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի հարկադրանքի այլ միջոցներ կիրառել։ Հարգելի դատարան, հիմա փորձեմ մեր փաստերին համաձայն։ Ուրեմն վերոգրյալ իրավական վերլուծության հիման վրա անդրադառնալով սույն քրեական գործին պետք է արձանագրենք։ Ընդ որում ես ասում եմ նոր գործ հարուցվի, միացվի, առանձնացվի, սույն գործի նախապատմության մեջ 2008 թվականից հարուցված բազմաթիվ գործեր են։ Հարուցվել են, միացվել են, հետո ինչ-որ գործեր առանձնացվել են, ելի միացվել են։ Այսինքն մենք տեսնում ենք ամեն անգամ, որ նոր ինչ-որ հանգամանքներ է, նոր գործ է հարուցվում, միացվում։ Այդ թվում նաև սույն քրեական գործը, որը քննվում է ժամանակին հարուցվել է, միացվել է ավելի մեծ գործի, հետո առանձնացվել։ Դատարանում քննվող քրեական գործը հարուցվել է դեռևս այս մասը, որը միացվել եւ առանձնացվել է 18 թվականի հուլիսի 3-ին եւ միացվել դեռևս 2008 թվականին հարուցված 62-20-26 քրեական գործին։ 2018 թվականի հուլիսի 3-ին կայացած քրեական գործ հարուցելու մասին որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում հստակ նշված է, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ Ուրիշ գործ առնվազն նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերել չկա, կա 300.1 հոդվածով, 311-ը չեմ քննարկում, որովհետև դա առանձնացվել, ավարտվել է։ Չի հարուցվել 309 հոդվածով գործ, չի հարուցվել 308 հոդվածով գործ, չի հարուցվել որևէ այլ հոդվածով գործ, հարուցվել է բացառապես 300.1 հոդվածի հատկանիշներով։ Ուզում եմ հիշեցնեմ մի հատ հոդվածով, որը չի եղել, գոյություն չի ունեցել Հայաստանի քրեական օրենսգրքում չնախատեսված հոդվածով։ Սահմանադրական դատարանի 21 թվականի մարտի 26-ի որոշմամբ, խոսքը գնում է 1586 որոշումը, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է սահմանադրության 78 եւ 73 հոդվածներին հակասող եւ անվավեր։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի համաձայն քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճակվող դրույթը սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում իրավական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից, այսինքն տվյալ դեպքում 2009 թվականի 2009 թվականից իր դրա կիրառման վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական, իսկ կողմերի դիմումի հիման վրա նաև վարչական ակտերը ենթակա են վերանայման օրենքով սահմանված կարգով։ Ինչ ա եղել, այսինքն սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենք ասում որ քրեական օրենսգրքի քրեական օրենքը անվավեր է ճանաչում։ Դրա հիման վրա եթե ինչ-որ բան է, կարա պետք է վերանայեք։ Մինչև այս պահը չկա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ, որևէ այլ հոդվածով, կրկնում եմ 311-ը վավերությունով ավարտվել է, քան գոյություն չունեցող հոդվածով։ Չի վերանայվել, քրեական գործի հարուցումը չի վերանայվել, քրեական նոր գործ չի հարուցվել ուրիշ հոդվածով։ Հիմա մենք ունենք մեղադրանքի փոփոխություն,
մի հատ քրեական գործի շրջանակներում, որը չկա, հարուցված չի, որովհետև հարուցման մեջ նշված է մի հատ հոդված, որը գոյություն չի ունեցել։ Խոսքը մեղադրանքին չի վերաբերում, ընդհանրապես քրեական գործ չկա։ Վերաբերյալ նորմերի վերլուծություն հիման վրա գնահատելով սույն գործով 2018 թվականի հուլիսի 3-ին հարուցված քրեական գործ հարուցելու մասին որոշման իրավաչափությունը պետք է արձանագրենք, որ այն օրինական է, առկա չի օրինական քրեական գործ, քանի որ քրեական գործ հարուցվել է այն հոդվածի հատկանիշներով, որը ճանաչվել է հակասահմանադրական եւ ուժը կորցրել է ընդունման պահից։ Այն է 2009 թվականից, այսինքն ունենք փաստ, որ քրեական գործ հարուցվել եւ նախաքննություն իրականացվել է գոյություն չունեցող ուժը կորցրած եւ անվավել ճանաչված երբևէ չգործած հոդվածով, որը որպես հետևանք անօրինական է դարձնում դրա ամբողջ արդյունքները ինչ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև հիմա ամբողջությամբ ոչ իրավաչափ, որովհետև հարուցված գործ չկա։ Անդրադառնալով դատարանին ներկայացված մեղադրանքում նշված քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածին, ապա պետք է նկատել, որ երբևէ այդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշում չի կայացվել եւ ներկա պահին պարզապես գոյություն չունի այդ հոդվածով հարուցված քրեական գործ։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, չգիտեմ, մեր գործի 500 հատորները մենք չենք ստացել, չգիտեմ ուրիշների նկատմամբ կա, չկա, դեռ ոստիկաններ, դատավորներ, ինչ-որ բարտիկա, ինչ-որ գործեր կան, թե չի, չգիտեմ, դատավորը ընդհանրում եմ չկա, որ լիներ կիմանայք անդանամախելության խնդիր կա, բայց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 309 հոդվածի ենթադրյալ խախտմամբ հարուցված գործ գոյություն չունի բնության մեջ, մինչև հիմա։ Ինչը նշանակում է, որ առանց քրեական գործ հարուցելու չի կարող մեղադրանք ձևակերպել եւ առաջադրել անձին։ Այն վճռաբեկ դատարանն է, որ ասել է հնարավորություն պիտի տա փոխելու, չի ասել է, որ կարող գա առանց քրեական գործ փոխելու։ Գոյություն չունեցող քրեական գործի շրջանակներում հնարավորություն տանք մի հատ հոդված ընտրի գրի։ Ասել է կգնաք օրենքի շրջանակներում կնայեք գործողություններ կանեք։ Մեղադրողի գործողությունները ոչ միայն հակասում են վճռաբեկ դատարանի ասած մեկնաբանմանը, որը հնարավորություն չի տալիս փոխել, որովհետև վճռաբեկ դատարանը ուղիղ ասել է, երկրորդ արգումենտս է, չի կարող մեկամել ուղարկել մեղադրանք փոխելու համար, ու ստեղ սպիտակա ուղղակիորեն գրած, հա, հետևաբար, եթե անալիզ են քանում, նշանակումը կարող հետ ուղարկվի ընդամենը հիմքը փոխելու համար։ Բայց նաև չի ասել, որ քրեական գործ շուտելու պայմաններում կթողնեք արգելի դատարան գործը քննվի։ Ես որ նախորդ նիստին ասում էի, որ հետագայում երբ որ ծառայության հարցը վճռաբեկը այդտենց է մեկնաբանելու, ձևական չի ասում, որովհետև ուղղակիորեն օրենքը նման հնարավորություն չի տալիս։ Ի վերջո քննարկվող համատեքստում փաստերն առանց քրեական օրենքի հետ համադրության չունեն իրավական նշանակություն եւ չեն կարող աններողություն ստեղ կոմպաստ թողեցի, այլ կերպ ասած, քանի որ առկա չէ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով հարուցված քրեական գործ, ապա չի կարող լինել այդ հոդվածով մեղադրանք։ Քանի որ խոսքը գնում է կրկնում Ռոբերտ Քոչարյանի մասով։ Ինչպես նշեցինք, վերևում քրեական դատավարության օրենսգրքում սահմանված վարույթի սահմանների գաղափարախոսությունը կառուցված է այն տրամաբանության վրա, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ է ընդգծվում վարույթի սահմանները ինչպես փաստերի, այնպես էլ իրավունքի մասով։ Ինչը նշանակում է, որ եթե որևէ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում չի կայացվել, ապա չի կարող այդ հոդվածով առանձին մեղադրանք առաջադրվել, անկախ նրանից, թե ինչ փաստերի մասին է խոսքը։ Ի վերջո քննարկվող համատեքստում փաստերն առանց քրեական օրենքի հետ համադրության չունեն իրավական նշանակություն եւ չեն կարող որևէ անձի համար որևէ տեսակի որոշում կայացնելու փաստական հիմք լինել, քանի որ քրեական օրենքն է, որ փաստերին տալիս է նշանակություն քրեական առումով եւ դրան դարձում է մեղադրանքի առաջադրման հիմք։ Այս մոտեցումը զուտ տեսական վերլուծություն չի արգել դատարան։ Այն կայուն դատական պրակտիկա է, որի կիրառման բազմաթիվ արդարացման դատական ակտեր են կայացվել։ Իդեպ, եթե քննարկվող հարցը դիտարկենք նաև նոր քրեական դատավարության օրենսգրքի իրակարգավորումների տեսանկյունից, ապա կունենանք նույն պատկերը։ Ես ներկայացրեցի նախկինում գործողը, որովհետև գործի նախաքննության ժամանակ եւ առաջին քննության ժամանակ մինչև բեկանվել է գործել այն մյուսը, հիմա նորի տեսակետից 178-րդ հոդվածով սահմանված է օրենքով նախատեսված աղբյուրից աներևույթ հանձանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ կամ 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն։ B. Արձանագրության մեջ նշում է քննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, քրեական վարույթ նախաձեռնելու առիթը։
Դալիչը երկրող համբիցես չեմ զուշացել, որ հեռախոսներ անջատել։